Ամեն բանի առաջ հազար փառք եւ գոհություն Աստուծո, որ այսօր բոլորիս այստեղ մեկտեղեց, որովհետեւ գարենանք փառաբանել իր ամենասուրբ անունը, շնորհակալություն հայտնել այն բարի օրերում, որ մեզի կբարգեւե եւ խնդրել իր օրհնությունները եկող շաբաթներուն համար։ Անուն Հոր եւ Որդվո եւ Ոգին Սրբո ամեն։ Ապրեցեք այնպես, ինչպես գվայելեց ձեր գոչումին, որուն հրավիրեց ձեզ Աստված։ Բողոս Արաքյալ Եփեսացիներուն ուղղած իր նամակի 4-րդ գլուխը կսկսի այս հորդորով. Ապրեցեք այնպես, ինչպես գվայելեց ձեր գոչումին, որուն հրավիրեց ձեզ Աստված։ Քրիստոնեական մեր հավատքը, սիրելի հավատացյալներ, լոկ համոզումը չէ, այլ գոչում է։ Սուրբ Գիրքը մեզ յուրաքանչյուրին կհիշեցնե, թե յուրաքանչյուրս գոչված ենք մեր կյանքը ապրելու ոչ պատահական ձևով, այլ Աստծո ստացած նպատակասլաց ծառայական կյանքով։ Ընդհանրապես կմտածենք, որ գոչումը միայն հոգևորականներուն կամ եկեղեցվո ծառայողներուս կպատկանի։ Ոչ։ Բողոս Արաքյալ իր այս խոսքերը հորդոր են բոլոր քրիստոնյաներուն։ Մգրտվելով մենք կդառնանք որդեքիր հոր Աստուծո, Քրիստոսի ժառանգագից եւ Սուրբ Հոգվին դաջար։ Այլ խոսքով մգրտվելով կդառնանք Աստուծո հավատարիմ ծառան եւ զավակը։ Աստված միայն չի կանչել անհատները, ան նաեւ կսպասե, որ իր զավակները հավատարմությամբ պատասխանեն իր գոչին։ Եթե Աստված մեզ գոչած է ապրելու, կսպասե, որ ապրենք ճշմարտությամբ։ Եթե Աստված գոչած է մեզ ծառայելու, կսպասե, որ ծառայենք հավատարմությամբ։ Հաճախ կգործենք, թե միայն քահանաները գոչում ունեն։ Աստուծո աչքին, սիրելի հավատացյալներ, ամեն մեկ անձ ունի իր դեղը, իր առաքելությունը, իր գոչումը։ Եկեղեցու մեջ հոգևորականին գոչումն է աղոթել եկեղեցու պահպանության ու պաշտպանության համար, հավատացյալներու փառորության համար։ Եկեղեցու մեջ հավատացյալներուն գոչումն է աղոթել եկեղեցու պահպանության ու պաշտպանության եւ աղոթել հոգևորականներու գոչման, զորության եւ ամրապնդման համար։ Պետք չէ միայն հոգևորականներեն ակնկալիքներ ունենալ, հոգևորականն ալ, այսինքն մենք սիրելի հավատացյալներ, մենք ալ ցեզ մե ակնկալիքներ ունենք։ Ինչպես որ դուք մեզ մե աղոթ կբահանջեք, մենք ալ ցեր աղոթներուն գարիք ունենք։ Որբեսի Աստված մեզ հաստատ պահե մեր գոչումի մեջ, մեզ զորացնե, որբեսի գարենանք Աստուծո խոսքը մատակարարել Աստուծո ժողովրդին։ Հոստուքի եւ մենքի խնդիր չկա։ Մենք բոլորս մեկ ամբողջություն ենք։ Հավատացյալները եւ հոգեվորականները անբաժանելի մասնիկներ են, կգազմեն մեկ ամբողջություն, մեկ եկեղեցի։ Ամեն մեկանց ունի իր գոչումը։ Եկեք մտածենք մեր գոչումներուն մասին։ Ծնողը գոչված է սիրով եւ համբերությամբ դաստիարակելու եւ մեծնելու իր զավակը։ Զավակը գոչված է պատվելու իր ծնողները։ Բժիշկը գոչված է կյանքեր բրգելու։ Ուսուցիչը սերունդներ դաստիարակելու։ Ոստիկանն ու զինվորը ներքին եւ արտաքին ապահովությունը ապահովելու։ Հոգեվորականը հոգիներ առաջնորդելու եւ եկեղեցին պաշտպանելու։ Եվ գա ավելի ազնիվ գոչում, քան Աստուծո ցերկերն լալ սեփական մեր միջավայրի մեջ։ Անգախ դարիք է, թիրք է, ընկերային գեցվածք է, յուրաքանչյուրիս գոչումը պատասխանատվություն է մեր բրբության ճանապարհին վրա։ Հիսուս Քրիստոս իր առաքելության ընթացքին եւ կանչեց իր աշակերտները չհարցուց իրենց, ինչ գիտեք։ Հարցուց իրենց, պատրաստ եք հետևելու ինձի, եւ անոնք պատրաստակամություն հայտնեցին եւ դարձան առաքյալներ, ճշմարիտ բանին քարոզիչներ։
Գոչումը հրավեր է, սիրելի հավատացյալներ, վստահելու, հավատարմորեն ապրելու եւ ամենօրյա նվիրումով քալելու Տիրոջ հետ։ Մեր գոչումն է Տիրոջ հետ ըլլալ, Տիրոջ հետ քալել եւ Աստծո թագավորությունը փորձել հաստատել այս աշխարհի վրա։ Դժբախտաբար, սակայն այսօր շատեր մորցած են իրենց նպատակը, գոչումը, գաբրին ու կգործեն մորնալով իրենց ինքնությունը եւ գոչումը, թե իրենք կպատկանին հայ եկեղեցվո, հայ ժողովրդին։ Այսօր դժբախտաբար բոլորս ականատես կլանք, թե ինչպես Հայաստանի մեջ եկեղեցվո ու եկեղեցականներու հանդեպ ինչպիսի բռնություններ կպատահին։ Կտեսնենք, թե ինչպես կփորձեն բարակդել եկեղեցին եւ կգարձեն, թե այս ձևով շտկած կլան ամեն բան։ Կտեսնենք, թե ինչպես հոգեվորականներու գոչումը հարցականի տակ կառնվի։ Ոչ մեկ անձ, որևէ անձի սրտի մեջ եղածը չի գիտեր։ Աստված ինքն է սրտերը քննողը եւ գիտե, թե ինչ կա մարդոց սրտի մեջ։ Այսօր հոգեվորականները տադող քրիստոնյաները ըստ երևույթին չեն գարտացած Ավետարանի հետևյալ բաժինը, որ գսե միակ օրենսդիրն ու դատավորը, որ իշխանություն ունի բրգելու կամ գորուստի մատնելու Աստված ինքն է։ Թուն ով ես, որ քու ընկերդ կամ եղբայրդ կտադես։ Թող որ հայ եկեղեցվո պաշտպանները լավ գարտան Պողոս Արաքյալի այս խոսքը, քանի ուրեմն մեզ յուրաքանչյուր իր անձին համար հաշի պիտի տա Աստուծո, այսուհետև թատրինք իրար քննադատել է եւ փոխարենը չանանք մեր եղբայրներուն կայտապության եւ մեղանչումին պատժար չդառնալ։ Ըստակ պետք է գիտնալ, որ հայ եկեղեցին եւ հայ pedagogiությունը անբաժան մեկ մասնիկներ են, թարեր շարունակ եղած են անբաժան մասնիկներ եւ պիտի շարունակեն մնալ անբաժան մասնիկներ։ Եվ այդպիսով է, որ կհատկանշվի հայ ազգային եկեղեցին մյուս բոլոր եկեղեցիներեն։ Մեր եկեղեցին հատուկ է իր ինքնությամբ։ Մի պատկարեք եկեղեցին, մի բարակտեք եկեղեցին։ Եկեղեցին սուրբ է, եկեղեցին անձերն մխելի է։ Ինչքան որ փորձեն խանգարել եկեղեցվո, եկեղեցականներու ու հավատացյալներու միությունը չեն գտնալ հաջողիլ, որովհետև Սուրբ Հոգին շնորհած է միությունը Քրիստոսի մեջ է, թող որ խաղաղի բոլորիս սրտերը։ Աղոթենք մեր եկեղեցու համար, սիրելի հավատացյալներ։ Աղոթենք, որ Աստված իր խաղաղությունը բարգեւե, բարօրություն բարգեւե հավատացյալներուն, եկեղեցվո սպասավորներուն եւ ամբողջ ազգին։ Այս նախնաբարից օրերուն հուսադրիչ եւ ոգևորիչ է ունենալ անգինաթարցային հոբելենական։ Քիչ առաջ մենք կատարեցինք հայրապետական մաղթանք, նորին Սուրբ Օծություն դեր Արամ առաջին գահապար Կաթողիկոսի ընտրության, կհագալության եւ ոցման 30-ամյակին առիթով։ Եվ այսօր, սիրելիներ, երբ կխոսենք գոչումի ու հավատարմության մասին, չենք կրնար չհիշել եւ չկնահատել մեր վեհապար հայրապետը, նորին Սուրբ Օծություն դեր Արամ առաջին Կաթողիկոսը։ 1995-ին էր, երբ աննստավ Արաքելահաստատ Սուրբ Աթորին։ Արաքելահաստատ Աթորին նստեցան հայ ժողովրդի հավատքի հայրը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետն ու անոր հաջորդները, Սուրբ Նեստեր Շնորհալին, Գրիգոր Մուսապեգյանց Կաթողիկոսը, Սարգ Խաբայան Կաթողիկոսն ու հաջորդող բոլոր հայրապետները։ Եվ այսօր արժանավորապես, ինչպես նշեցինք, կբազմի նորին Սուրբ Օծություն դեր Արամ առաջին վեհապար Կաթողիկոսը։ Մեր եկեղեցվո եւ ժողովրդին թիմած մարտահրավերներու թուրը բաց էր, պատերազմ, քաղտ, ինքնության վտանգ։ Այս ամենուն թիմած վեհապարը ոչ միայն չընկրկեցավ, այլ հավատարիմ մնաց իր գոչումին։ Մեծիդանն Գիլիգյո Կաթողիկոսությունը նավարգելով դեպի խաղաղ նավահանգիստ։ Դարձավ առաջնորդը, որում կարելի է վստահել, ու մեկը, որում խոսքը ունի իր գշիրը։
իբրև սույն եկեղեցիներու համաշխարհային խորհրդի եւ ընդհանրապես օդարբեմերու վրա անեղավ խոսնակը հայ ժողովրդի պահանջներուն նաեւ պաշտպանը հայտադին անձարայեց իբրև դեսիկ ունեցող առաջնորդ քիրքեր կրող մատենակիր որբերուն եւ աղքատներուն ներսուկ եկեղեցին վերաշինող հովիվ այսօր մենք կգանքնենք ու գաղութենք իրեն համար թող դերը երկար ու առողջ տարիներ բարգեւե մեր վեհապարին որբեսի շարունակե առաջնորդել ու ողջևորել մեզ թող իր կյանքը ըլլա օրինակ երիտասարդներուս ողջևոր տասում ու համայն հավատացյալ ժողովրդին սիրելի հավատացյալներ ինչ կոչում որալունիկ ապրինք ծանոնք հավատարմորեն հավատարիմ սիրտով ծնողը որ սիրով կբարուրե իր զավակներու կյանքը հավատարիմ է իր կոչումին զավակը որ կբաբանե իր ծնողներեն ժառանգածը հավատարիմ է իր կոչումին բժիշկը որ խիղճով եւ իմաստությամբ կյանքեր կփրկե հավատարիմ է իր կոչումին ուսուցիչը որ բծախնդրությամբ սերունդներ կտաստիարակե հավատարիմ է իր կոչումին ոստիկաններն ու զինվորները որոնք ամենեն սուղը իրենց կյանքերը գնձայեփերեն հավատարիմ են իրենց կոչումին հոգևորականները որոնք ծունգի ու քան ու գաղութեն իրենց հոդին ու եկեղեցու համար հավատարիմ են իրենց կոչումին եւ բոլորս ալ ինչ ալլա մեր թիրքը կամ բաշտոնը միշտ հավատարիմ մնանք մեր կոչումին դեր օրհնե մեր եկեղեցին օրհնե մեր հայրապետը զորացնե մեր բոլորին գոչումը պահպանե մեր հավատացյալները զորացնե ու ամրապնդե մեր եկեղեցվո ծառայողներուն ու անոնց շարքերը եւ սովեցնե մեզ մեր յուրաքանչյուրին հավատարիմ ընթանալ փրկության ճանապարհեն